Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս անչափ հուզիչ պատմությունը։ Նա ընդամենը մի քանի րոպեով աչքը հեռացրեց որդուց։ Այդ օրը նրանք միասին այգի էին գնացել ամառային արևի տակ մի փոքր զբոսնելու։ Մայրը Լիլիթը 1.5 տարեկան փոքրիկ Արամի հետ նստել էր խաղահրապարակի մոտի նստարանին, երբ հանկարծ զանգ ստացավ։ Լիլիթը շատ չէր սիրում բարձրաձայնել իր ապրումների մասին։ Իր ճակատագիրը կորսված որդու ցավով վաղուց էր դարձել ուրիշների համար հին լուր, բայց իր ներսում այդ վիշտը երբեք չէր լռել։ Ամեն օր առավոտյան աչքերը բացելիս ու գիշերը քուն մտնելուց առաջ միևնույն անունն էր կրկնում՝ Շուրթերին Արամ։ Այդ օրը, երբ ամեն ինչ սկսվեց, թվում էր սովորական մի օր։ Օգոստոսյան մի շոգ օր էր, արևը պայծառ էր, Լիլիթը երջանիկ։ Որդին Արամը ընդամենը 1.5 տարեկան էր, խելացի, շարժուն, միշտ ժպտերես։ Նրանք գնացել էին այգի, որտեղ փոքրիկները խաղում էին, իսկ ծնողները նստած հսկում։ Լիլիթը նստել էր նստարանին, իսկ Արամը խաղում էր խաղահրապարակի մոտ։ Հանկարծ հեռախոսը զանգեց։ Մի քանի վայրկյան, հետագայում կրկնում էր նա։ Միայն մի քանի վայրկյան աչքս հեռացրեցի նրանից։ Երբ կրկին նայեց խաղահրապարակի կողմը, Արամն այլևս այնտեղ չէր։ Սկսեց գոռալ, վազել, փնտրել, սիրտը պայթում էր։ Մարդիկ միացան փնտրտուքներին, ոստիկանություն, կամավորներ, տեսախցիկներ, բայց ամեն ինչ ապարդյուն։ Ոչ մի հետք, ոչ մի լուր, ոչ մի պատասխան։ Անցան օրեր, ամիսներ, տարիներ, Լիլիթը կորցրեց ինքն իրեն։ Սկզբում ապրում էր ակնկալիքով, հետո սկսեց պարզապես գոյատևել։ Մարդիկ հորդորում էին շարունակել կյանքը, ունենալ նոր երեխա, մոռանալ, բայց ով կարող էր մոռանալ։ Երբեմն գիշերներն արթնանում էր արցունքն աչքերին, երազներում տեսնում էր Արամին տարբեր տարիքում, երբեմն 3 տարեկան, երբեմն արդեն պատանի։ Նա տեսնում էր, թե ինչպես է որդին իր անունը կանչում, կամ հեռվում կանգնած սպասում։ Բայց ամեն անգամ երազում կրկնվում էր մի ձայն, հանգիստ, մեղմ կանացի ձայն, որն ասում էր ամեն ինչ լավ կլինի, միայն հավատա։ Այս ձայնը նրան պահում էր այս կյանքում։ Այս ձայնն էր պատճառը, որ նա հույսը չկորցրեց, նույնիսկ 20 տարի անց։ Եվ ահա հենց այդ տարիների խավարից հետո մի առավոտյան, երբ նա հազիվ էր արթնացել, բացեց հեռախոսը և տեսավ ընկերուհու ուղարկած մի հղում։ Նայիր, տես այս տղային։ Ինչ-որ բան կա նրա հայացքում, ինչն ինձ քեզ հիշեցրեց։ Գրված էր հաղորդագրության մեջ։ Լուսանկարը հրապարակվել էր երիտասարդ արվեստագետների խմբի էջում։ Տղան մոտ 21 տարեկան էր, մուգ աչքեր, խորը հայացք ու մի ժպիտ, որը սառեցրեց Լիլիթի շունչը։ Սա նա է, սա Արամն է։ Նա իսկույն գրեց խմբին։ Կապվեց լուսանկարը տարածած մարդկանց հետ, հարցրեց անուն, հասցե և ի վերջո հանդիպեց երիտասարդին, իհարկե բավական երկար փնտրտուքից հետո։ Տղայի անունը Արտյոմ էր։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա միշտ զգացել էր, որ իր մանկության մեջ մի բան այն չէր։ Նրան որդեգրել էին ըստ փաստաթղթերի, նա գտնվել էր այգում առանց որևէ հետքի, ոչ ոք չգիտեր, թե ով էր նրանց ծնողները։ Ընտանիքը, որտեղ նա մեծացել էր, նրան սիրել էին, բայց նա երբեք լիակատար զգացողություն չէր ունեցել։ Նրան միշտ թվացել էր, որ այդտեղ նա օտար է։ Նա միշտ իրեն հարցնում էր, թե ինչու են իրեն ծնողները լքել։ Նա չգիտեր իրական պատասխանը։ Լիլիթը հասավ նրան, որ վերջապես ԴՆԹ թեստ հանձնեցին ու հաստատվեց կասկածը։ Արտյոմն իրականում Արամն էր, Լիլիթի որդին։ Երբ նրանք հանդիպեցին ու Լիլիթը բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, նրանք գրկախառնվեցին։ Աշխարհն այդ պահին կանգ էր առել։ Այդ պահին անցած 20 տարիները կարծես չկային։ Բոլոր հարցերը, բոլոր բացատրությունները, բոլոր ցավերը մի կողմ էին։ Նա իր որդուն էր գրկում, Արամն էլ իր մորը։ Ողջ սենյակը լցվել էր արցունքներով։ Արամի որդեգրող մայրը նույնպես ներկա էր, կանգնած մի կողմում,
հուզված ու ժպտալով։ Նա չխանգարեց ճակատագրին գտնելու իր ճանապարհը։ Առաջին հանդիպումից հետո Արամն ու Լիլիթը սկսեցին երկար զրուցել, զգույշ, ուշադիր, երբեմն լուռ նստում էին մեկը մյուսին նայելով, կարծես փորձում էին լրացնել այն տարիները, որոնք խլել էին իրենցից։ Լիլիթը պատմում էր նրա մանկության առաջին խոսքերի մասին, փոքրիկ քայլերի, իր ձայնից հանգստանալու մասին, իսկ Արամը թե ինչպես էր իրեն միշտ ինչ-որ տեղ չտեղավորված զգում, կարծես մի կարևոր կտոր իր ներսում բացակայում էր։ Մի օր նա հարցրեց. «Մամ, ինչ ես արել այս ամբողջ տարիներին»։ Լիլիթի ձայնը ցնցվեց. «Սովորել եմ ապրել առանց քեզ, բայց մի օր անգամ չեմ մոռացել, մի օր անգամ չեմ դադարել քեզ սպասել»։ Նրանք սկսեցին զբոսնել այգում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Լիլիթը շատ դժվարությամբ էր համարձակվել վերադառնալ այնտեղ, որտեղ կորցրեց որդուն։ Բայց այս անգամ նրա կողքին Արամն էր, նույն ճոճանակը, նույն ծառերը, բայց բոլորովին այլ զգացում։ Արամը բռնում էր մոր ձեռքն այնպես, ինչպես տարիներ առաջ էր բռնել, երբ դեռ խոսել էլ չէր կարողանում։ Այդ օրից հետո Լիլիթը կարծես նոր շունչ էր ստացել։ Կյանքը կրկին իմաստ ու ձև էր ստացել, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր։ Արամի որդեգրող ընտանիքը դեռ նրա կյանքի մի մասն էր։ Նրանք չէին կարող իրարից կտրել անցյալը։ Լիլիթը դա հասկանում էր։ Նա նույնիսկ այցելեց այդ ընտանիք։ Մայրն, ով որդեգրել էր Արամին, բացեց դուռն ու լուռ գրկեց նրան։ «Ես երբեք փորձ չեմ արել փոխարինել քեզ», ասաց նա։ «Ես միայն փորձել եմ նրան լավ կյանք տալ»։ Լիլիթի աչքերը լցվեցին արցունքներով։ «Դու փրկել ես նրան, ու եթե քո շնորհիվ նա ապրել է, ուրեմն մենք արդեն երկուսով ենք նրա մայրերը»։ Նրանք գրկախառնվեցին։ Երկու կին, ովքեր մայրական սիրով կիսում էին նույն երեխային։ Այդ օրը Արամը ուշացած իր օրագրում գրեց. «Ես ապրում եմ երկու կյանքի մեջ, բայց առաջին անգամ է, որ երկու կեսն էլ իմն են։ Ես գտել եմ ինձ, գտել եմ նրան, ում ձայնը միշտ լսում էի երազներումս, մորս»։ Ամիսներ անցան։ Լիլիթը հասկացավ, որ արդեն սկսել է ապրել ու խաղաղություն է գտել։ Նա այլևս չէր արթնանում արցունքներով, չէր փնտրում երազների մեջ որդու հայացքը։ Այժմ այդ հայացքը իր առջև էր, կենդանի, իրական ու ջերմ։ Արամը հաճախ էր նրան այցելում, երբեմն միասին էին ճաշ պատրաստում, նստում պատշգամբում ու լռությամբ լսում թռչունների ձայնը։ Մի օր Արամը խորը հուզմունքով հանեց գրպանից մի փոքրիկ տուփ ու մեկնեց մորը։ Տուփի մեջ հին վարդագույն թղթի մեջ փաթաթված մի փոքրիկ մեդալիոն էր, նույնը, որը Լիլիթը տարիներ առաջ կախել էր Արամի պարանոցին, դեռ փոքրիկ հասակում։ Այն արծաթյա էր ներսում փոքրիկ նկարով։ Մի կողմում Լիլիթի ու փոքրիկ Արամի նկարը, մյուսում փորագրված բառերը. «Եթե հեռու լինես էլ, սիրտս քեզ կտանի»։ Արամը երկար նայում էր մեդալիոնին։ «Ես չէի հասկանում ինչու եմ տարիներ շարունակ պահել սա, առանց իմանալու ում է պատկանում։ Բայց հիմա ամեն ինչ պարզ է, սա ինձ միշտ կապել է քեզ հետ, առանց բառերի»։ Լիլիթը մեդալիոնը ձեռքի մեջ վերցրեց հապաղելով, հետո նրբորեն նորից կախեց այն Արամի պարանոցից։ «Սա միշտ քոնն է եղել ու միշտ քոնը կլինի»։ Եվ այդ պահին մայրը նորից տեսավ նրան այն նույն երեխայի տեսքով, որ կորցրել էր այգում, բայց հիմա վերագտել էր կյանքում։ Ու ինչպես երազներում էր լսվում տարիներ շարունակ, ամեն ինչ լավ կլինի։ Այս անգամ իրականության մեջ էր հնչում ոչ թե որպես հույս, այլ արդեն որպես իրողություն։